Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմի պատրաստության ռեժիմի, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։ Նրա խոսքերն է մեջբերում BBC-ն։ Ելույթ ունենալով Սթարմերն ընդգծել է բրիտանական կառավարության մտադրությունը արդիականացնել պաշտպանական ոլորտը, ինչպես նաև զարգացնել պաշտպանական տեխնոլոգիաները ռազմական ժամանակին համապատասխան տեմպերով։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիան չի կարող անտեսել Ռուսաստանից բխող սպառնալիքը։ Ուկրաինայի հարձակումը ռուսական ռազմական օդանավակայանների վրա կարող է հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև միջուկային պատերազմի, այս մասին հայտարարել է Նորվեգիայի պրոֆեսոր Գլեն Դիզենը։ Ռուսական ռազմավարական ռմբակոծիչների վրա հարձակումը հսկայական էսկալացիա է, որը ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին մեկ քայլ ավելի մոտ է դարձնում միջուկային պատերազմին, ասել է նա։ Դիզենը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զանգահարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Թուրք քաղաքական փորձագետ Էսմա Օզդաշլին ևս պահանջել է Հայաստանի սահմանադրության փոփոխություն և Զանգեզուրի միջանցքի բացում, այս մասին հայտնում է ԱՊՊ-ն։ Ըստ տվյալների, քաղաքագետը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի Զանգեզուրի միջանցքի իրականացումից, ապա Ադրբեջանն այլընտրանք ունի Իրանի տարածքով։ Ընդ որում, թուրք քաղաքագետը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքի իրականացումն ավելի ձեռնտու կլինի հենց Հայաստանին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ, որովհետև մենք չենք ընդունում Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը։ Այդ միջանցքը կոչվում է Զանգեզուրյան հենց այն պատճառով, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է 2025 թվականին Ուկրաինայում խաղաղության հասնել, սակայն Կիևը դեմ է դրան։ Թրամփի և Ուկրաինայի իշխանությունների տարաձայնությունների պատճառը նշել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։ Կարգավորման պետք է հասնել այս տարի։ Կարծում եմ Թրամփը շահագրգռված է, որ դա տեղի ունենա, բայց միանգամայն պարզ է, որ ոչ Ուկրաինայի կառավարությունը, ասել է նա։ Պրոֆեսորը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հասցեին Թրամփի փոփոխական հայտարարությունները բացատրվում են վերջինիս բնավորության առանձնահատկություններով։ Թրամփը շատ փոփոխական է և անկանխատեսելի, դա այն պահվածքը չէ, որն ակնկալում են ԱՄՆ նախագահից, հավելել է Սաքսը։ Ռուսական ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումը կոչված է օգնելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն մնալ իշխանության ղեկին։ Նման նպատակ է նշել վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Զելենսկին ամեն ինչի կգնա իշխանության ղեկին մնալու համար։ Նրա քաղաքական գոյատևումը կապված է պատերազմի հետ, հայտարարել է փորձագետը։ Կոշկովիչի կարծիքով Ուկրաինայի առաջնորդը փորձում է սաբոտաժի ենթարկել Կիևի և Մոսկվայի բանակցությունները և միջուկային պատասխան հրահրել։